Շատ լավ։ Դուք նաև աշխարհաքաղաքական գործոնի մասին խոսեցիք, ձեր քաղաքական թիմը հաճախ օրինակներ է բերում, ունենք Վրաստանի ընդդիմություն եւ այլն։ Կուզեի Կարենի հետ մի քիչ առաջ քննարկում էինք միջև ձեր հյուր գալը, ասում եմ Վրաստանի ընդդիմության օրինակը բերելը, որ վրացական մանդատ չվերցրելու մասին չվերցրեց, այո։ Առաջ անգամ արդարացված է, երկրորդ անգամ ոչ։ Հայ երկու անգամ է իրանց մոտ եղել մանդատ չվերցնելը, մի անգամ դա իօքուտ իրենց աշխատեց, որովհետև ունեին եվրոպական ուժերի աջակցությունը, որոնք եկան բանակ ըստ էության ճնշեցին իշխանություններին Վրաստանի, որ ինչ որ ընդդիմության հետ ինչ որ բան պայմանավորվեն ու ընդդիմությունը գա մտնի խորհրդարան, երկրորդ անգամ դա չեղավ, ու ընդդիմությունը լրիվ մնաց խորհրդարանից դուրս։ Ես ճիշտ Հրանտ, դու հարցեր ունես կապված մանդատների բանհետ, որտեվ ես Գյումրիից եմ ուզում հարցնեմ։ Եկեք անկեղծ ասեմ, երբ որ հայտարարություն եղավ, որ մանդատները վերցնում ենք, ես շատ արագ արձագանքեցի նաև Facebook-ում, որ կարծում եմ, որ քաղաքական տեսակետից այս պահի համար դա ճիշտ որոշում է։ Մանավանդ կար նաև Նարեկ Կարապետյանի տեսաձայնագրությունը, որտեղ ինքը ասում էր խորհրդարան գումարած փողոց, այսինքն մեկը չենք ընտրեմ մյուսը եւ զուգահեռ տանում ենք, բայց մարդկանց մոտ դա ամեն դեպքում շատ մեծ քննադատության ալիք բարձրացրեց։ Ես հասկանում եմ, որ դա էմոցիոնալ արձագանքներ, այսինքն քաղաքական հաշվարկը երևի թե այն է, ինչը որ դուք եք կայացել։ Ես նույնպես այդ ռիսկը կվերցնեի, կասեի, այո, պետք է վերցնել, դե հիմա հոյետեր չենք տալու Նիկոլին էլի վերջի աշխատելու տեղը, բայց ուզում եմ տեսնեմ այդ նույն Վրաստանի ընդդիմության օրինակն է, որ բերվում։ Հիմա դուք խոսում եք աշխարհաքաղաքական հաշվարկների մասշտաբներն եմ ուզում հասկանալ, էլի քաղաքական ձեր ուժի հաշվարկների մասշտաբները, դա եւ միջազգային փորձի ուսումնասիրություն է, բայց համոզված եք, որ դա կիրառելի է նաեւ Հայաստանում, թե չէ։ Արտաքին զարգացումներն են, դու համոզված եք, որ դրանք ազդեցություն ունենում են Հայաստանում, թե չէ։ Դե Փաշինյանը մի կողմից գնում է զանգում է, խնդրում է, ասում է գնում է Միշուստինի հետ հանդիպման, ուզում է հարաբերություններ կարգավորի ու այդ պահին, ասենք Բելարուսիայի նախագահի ընկերոջը խայտառակ ձևով ձերբակալում է, այսինքն հիմա դա ինչ է, դա ազդեցություն էր աշխարհաքաղաքական, թե ազդեցություն չէր, դա մարտահրավեր է, թե մարտահրավեր չի։ Ուզում եմ ձեր որոշումների կայացման, այսպես ասած, ներողություն ես արտահայտության համար, բայց խորությունը պատկերացնեմ։ Տեսեք, կապված է ինչի էր համեմատական գնում Վրաստանի հետ, իհարկե, Կովկասյան մենք ժողովուրդ ենք, ունենք շատ նմանություններ իրար հետ, ինչին ել եմ կրկնում, ինչի Վրաստան օրինակ։ Մենք Կովկասյան ժողովուրդ չենք սկսել։ Կովկասում ապրող, բայց ոչ Կովկասյան, վրացին կովկասիներ են, միտքն ուզում ասել, որ իրականում մենք շատ աղվանների, հա, նաև այսպես ասած, մենք շատ նմանություններ ունենք, դրա համար օրինակը կամ համեմատականը շատ ավելի ճիշտ է միանշանակ Վրաստանի պարագայում անել, քան, չգիտեմ, օրինակ Զիմբաբվե կամ ավելի մեծ բանանենք Սինգապուրի օրինակ բերենք, մենք փորձը ցույց տվեց, որ հարևան երկրում մանդատներ չվերցնելը փաստացի դեպքում նշեցիք, որովհետեւ բան չտվեց, որովհետեւ այս պարագայում էլ լիգի կանգեսին ենք իմ պատկերացածա գրաֆիկով իրենք գնալու էին մենակ բարիպուն իմաստով նստեին ազգային ժողովում ու չեն վախենա այդ բառը ասելուց ծիծաղեին իրական հայ ազգի վրա։ Հիմա այդ մեխանիզմով, քանի որ մենք հասկանում ենք, որ մեզ պետք է ամենօրյա աշխատանքային ռեժիմ, աշխատանքային գրաֆիկ, կարծում ենք ու եկել ենք այն եզրահանգման, որ միանշանակ պետք է մանդատներ վերցնելը, որովհետև միայն այդ է ձևաչափով, այսինքն փողոց կոչվածով, այս պահին միգուցե մեր ՕԳԿ-ն արդյունավետությունը չի լինելու ենքա, որը բավարարի մեր հայ ազգին։ Դրա համար ընտրել ենք երկու ճանապարհ, նաև ես ուրիշ բան ասեմ, իրականում եթե խոսում ենք, մենք ել եմ կրկնում մեր մասը կողմնակից է իրավական ճանապարհին։ Մեր մեջ ասած ընդդիմության մնացած բոլոր հատվածները ձեր որոշմանն էին սպասում, որ հա մեզանից հետո չէ Հայաստան 15 դե ճիշտ եմ հիշում, մեզանից հետո հայտարարություն տարածեցին։ Ու հիմա տեսեք, նաև մեր պատկերացածով իրականում մենք գնում ենք այն ճանապարհով, որ երբ որ հասունանա այդ վերջնական փողոցային պայքարի սկիզբը, այսինքն այդ պահը լինի, մեզ նաև պետք է լինելու թիմ,
ով լինելու է նստած ազգային ժողովում, որովհետև շատ ճիշտ ասացիք, Նիկոլ Փաշինյանը, դե պարոն Վրտանեսյանը չեմ հիշում, Նիկոլ Փաշինյանը այս ուղագի չի ասելու լավ դուք ճիշտ եք, ես գնացի, ես էլ չեմ պատկերացնում, այդ դրա համար պետք է ամբողջ ազգի համախմբումը լինի, երկու ճանապարհներով փողոցով, նաև ազգային ժողովը Պատկերացնում եք ազգային ժողովը իրենց ոնց են պահելու։ Լավ թե վատ։ Ես վստահ եմ, որ լկտի։ Առնվազն լկտի։ Սադրող բաներ մենք էլ ենք կանխատեսում ճիշտ ասած, բայց մենք ես այդ իմ սուբյեկտիվ կարծիքն է, մենք գնալու ենք այն ճանապարհով, որ մենք չպետք է, այսպես ասեմ, իրանց տեսնենք։ Այսինքն մեր խնդիրը չի լինելու իրենց հետ անհնար է լինելու։ Համաձայն եմ, լուրջ բան ասելու, կանգնելու է եւ ասելու է Ռուբեն Մխիթարյանը ու ինչ որ ամենավատ վիրավորանքները եւ ամենավատ հերյուրանքները վիրավորանքը մի կողմ դեմ սուտ է խոսելու։ Հա, լրիվ համաձայն եմ, ելի եմ գրգնում շատ ծանր պայքար է։ Կողքից անցնելուց մեկը կարող է հարվածի, ձև տա իբրև պատահական է եղել։ Այսինքն այնտեղ ամեն ինչ վադարումով ամեն ինչ իհարկե սпасել է, բայց քանի որ մտել ենք այս պայքարի մեջ ու ուզում ենք ունենալ իրոք լավ Հայաստան, չեմ ասում այդ ամեն ինչը կուլ ենք տալու, իհարկե ըստ անհրաժեշտության ամեն ինչ իր տեղ գցենք, բայց մենք գնում ենք այնտեղ աշխատելու այն, ինչը նախատեսված է սահմանադրությամբ ու ազգային ժողով կանոնակարգով։